Գարեգին կաթողիկոսը կրկին միանձնյա որոշել է առաջիկա եպիսկոպոսած ժողովը գումարել Հայաստանից դուրս Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում։ Սա սովորական վայրի ընտրություն չէ։ Սա խորհրդանիշ է, թե ինչպես է եկեղեցին տեսնում ինքն իրեն այս ծանր պահին։ Երբ եկեղեցու ներսում կուտակվել են լրջագույն հարցեր, երբ տասնյակ եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ ու սարկավագներ բարձրաձայնում են խորքային մտահոգություններ մայրաթորի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ, եպիսկոպոսած այս շատ կարևոր ժողովը մայրաթորից դուրս գումարելը հանրությանը տալիս է սխալ ազդակ, թե վստահության այս խորը ճգնաժամը կարելի է հաղթահարել հեռավորությամբ, ոչ թե պատասխանատվությամբ։ Բարենորոգումը սկսվում է ոչ թե հայտարարություններից, դեկլարացիաներից, քարոզներից, այլ խիզախությունից ու համարձակությունից։ Եկեղեցու բարենորոգման օրակարգն առաջին հերթին պատասխանատվության օրակարգ է ճշմարտության առաջ կանգնելու, սխալը իր անունով կոչելու, լսելու եւ լսելի լինելու եւ ամենակարևորը նույն հարկի տակ վերականգնելու վստահությունը։ Երբ վստահությունը խախտված է, լուծումն ավելի հեռու գնալը չէ, այլ ավելի մոտ կանգնելն ու բաց խոսելը, որովհետև եկեղեցին որքան էլ համաշխարհային է իր առաքելությամբ, իր խիղճը պահում է հենց մայրաթոռում, որպես հավատքի, ավանդության, ժառանգության եւ ժողովրդի հետ ապրած պատմության տուն։ Եթե ուզում ենք, որ եկեղեցին նորից դառնա վստահելի հենարան, պետք է վերադառնալ հիմքին, պարզությանը, հաշվետվողականությանը, արդարությանը եւ ներքին մաքրմանը։ Բարենորոգման ճանապարհը մեկ բան է պահանջում՝ չփախչել ծանր ճշմարտությունից, այլ ուղիղ կանգնել դրա առաջ ու հաղթահարել այն։ Եկեղեցին չի կարող բուժվել հեռավորությամբ։ Եկեղեցին բուժվում է ճշմարտությամբ եւ ամենայն պատասխանատվությամբ։